Պապա մինչև հիմա ոչ խոսում է, ոչ շարժվում։ Ոչ է շնչում ա բալես։ Բա ինչ ենք անելու։ Ես ինչ գիտեմ ինչ ենք անելու։ Երևի տանենք դնենք թանգարանում վրան էլ գրենք միակ հայը ում նեղացրել էր Լեոնարդո Դիկապրիոն։ Պապ, բայց համաձայնի, որ կարար ավելի վատ լիներ։ Օրինակ, եթե Արփին տղա ունենա, հաստատ անունը Քանիեյա դնելու։ Արամ ջան, ախր ինչքան կարաս լուր մնաս, մի բան խոսի։ Հա, էլի, պապ, պատկերացրու Լեոն մեծանա, դառնա Հայաստանի հավաքականի ուժեղ ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն, հարցազրույց տալուց ասի, որ ինձ ոգեշնչել էին պապիկը, ով 30 տարի իմ հետ չի խոսացել։ Պապ ջան, խմի, քեզ վիտամիններ են պետք։ Վայ ապրես բալես։ Ոնց որ թե օրը սկսում ենք դրական առաջընթացով։ Ոնց որ թե շտապեցի։ Ինչ ա եղել Լիլիթ։ Անունը չեմ ուզում տամ։ Որ չտաս չենք հասկանա։ Մամից դավաճանել է։ Լավ, հասկացա։ Անունը պետք չի տաս։ Ոնց թե դավաճանել է։ Ապացույցներ ունես։ Եթե Ալեքսի ու իր սիրածի վիդեոն քո համար ապացույցներ են, ուրեմն ունեմ։ Բոլոլայա լինելու ու ահավոր կինո։ Երկուն ես դու երեք աղջիկ, բայց երազել ես միշտ տղա, նույնիսկ զոքանչն ա քո աղջիկ, հաստատ կլինի բոլոլա։ Բոլոլայա լինելու ու ահավոր կինո։ Դե բավ է դե բոլա, վայ այ քեզ բոլոլա, հորներներին հալալա, վայ այ քեզ բոլոլա, դե բավ է դե բոլա, վայ այ քեզ բոլոլա, արամ պապին հալալա, վայ այ քեզ բոլոլա, դե բավ է դե բոլա, վայ այ քեզ բոլոլա, հորներներին հալալա, վայ այ քեզ բոլոլա, դե բավ է դե բոլա, վայ այ քեզ բոլոլա, արամ պապին հալալա, վայ այ քեզ բոլոլա։ Բոլոլա, լինելու ահավոր կինո։ Այ Սակո, չեմ հավատում, որ ես խանութը նորից մերն է։ Ռոզ, ես չեմ հավատում, որ մենք $50,000 մի վայրկյանում ծախսեցինք, բայց մի վայրկյան չենք փոշմանի, հասկանում ես։ Սակո, ես մտածել եմ ինչից ա պետք սկսել։ Ես գիտեմ։ Պետք է պաղպաղակ ուտենք ու փողը չտանք, որովհետև ես արդեն մեխան եմ։ Էդ էլ կլինի, բայց դրա մասին չի խոսքը։ Պետք է մեր պարտքերի տետերը վերականգնել։ Ռոզ պահել ես։ Ռոզ դու կնիկ չես, դու պաղպաղակի վրա ելակի օշարակն ես։ Սակո ինչ ռոմանտիկ ես։ Լսի, այս խանութը ինչ հետ ա եկել, մենք նորից սկսել ենք իրար սիրել։ Սակո տետը, Ռոզա տետը, հանձնում եմ տան բանալիները ու իմ անկախությունը։ Ինչ ա եղել Արփիջան։ Արփիջան, եթե վերևի հարևանները Wi-Fi պարոլը փոխել են, կարանք տակինինը տանք։ Չէ, խնդիրը էդ չի։ Իմ հեռախոսել երբեք ոչ մի Wi-Fi չի կպնի։ Իսկ իմ սելֆիները կմնան հեռախոսի հիշողության մեջ հավերժ։ Իսկ ինձ հետևելու են մենակ փողոցային շներն ու մանյակները։ Ես էլ սոցցանցերի թագուհի չեմ։ Չէ դու էլ այդ Ալեքսինն նայի։ Այդքան բան իրան տվեցի, սրճարանը տվեցի, խանութը տվեցի, թոռանս տվեցի։ Էս էլ իրա շնորհակալությունը։ Մամես ինչ ա կատարվում, ոնց որ ալիքը փոխես սերիալի կեսից սկսես նայել։ Բալես Լիլիթը մտածում ա, որ Ալեքս իրան դավաճանել ա։ Ես ինչ թոր ժամանակ ես թարգեցի բլոգերությունը։ Արամ ջան, կարող ա ամեն ինչ այդքան էլ տենս չի, կարող ա Ալեքսին էլ լսենք։ Չենք հասցնի, մամ, հենց Ալեքսը ոտքը դրեց մեր տուն, մենակ իրա գոռոցներն ենք լսելու։ Շատ ճիշտ ասում Նարին, ես նրա գլուխը ջարդելու եմ։
Արամ ջան, աղջկատ մասին չես մտածում, գոնե երեխու մասին մտածի։ Եվ հանգստացի Ալլահ, բերանը սկոչով կփակեք, որ երեխեն չարթնանա։ Իսկ երեխի չի վերցնում։ Դաթևյան, ես չի քո դասիրակացած օգնականը։ Հազիվել դանակով խփել սովորացնես մեջքից։ Դու ես ուղարկել, որ տունս քանդի։ Ես ինչ ապորինի բաներ ես խոսում մայիս։ Արամ, դու լավ էլ գիտես ինչ եմ ասում։ Դու հենց առաջի օրվանից էիր նեղված, որ քեզանից ջահել փետուրները ձիգ արծիվ մտավես բակ։ Դրա համար էլ Կարենին ուղարկեցիր, որ Սիրին գայթակղի, տունս քանդի, ես էլ գնամ այստեղից, չի ստացվելու։ Մի խոսքով, վերցրու քո օգնականիդ։ Իսկ դու չմոտենաց հանկարծ էլ իմ տղային։ Մայիս, քեզ փոքր ժամանակ չես սովորացրել, որ աղջկան մատով ցույց տալ չի կարելի, որ դա շատ վնասակար է մատի առողջության համար։ Խելոք մնա, թե չէ մատը թևիցդ կպոկեմ։ Էդ ես եմ Նարեին արգելում քո տղու հետ շփվելը։ Պապ, Նարե հետո դրա ժամանակը չի։ Հեսա պապան մայիսին կասի ոտդ էլ մեր տանը չտեսնեմ, մայիսը դուրը կշղկացնի նոր կխոսես։ Էլ ոտը տես տանը չտեսնեմ։ Այ հիմա խոսի։ Պարոն գնդապետ թույլ տվեք։ Սուս։ Քո հարցերով ես հետո եմ զբաղվելու։ Հիմա ավելի կարևոր հարց կա, Ալեքսին պիտի գտնենք։ Պապա։ Ինչ։ Ես քեզ սրանից հետո արգելում եմ այդ տղու հետ շփվելը։ Պարոն գնդապետ, աղջիկա այդ մատը չեն խոսում, մատը թևից կներեք, էլ ընդունակ եմ, ուղղակի մի անգամից սովորում եմ։ Այս սովոր այսի։ Ես գիտեի, որ դու սերիալների սիրահար ես, բայց որ մեր կյանքը պիտի վերածվի սերիալի, այդի չգիտեի։ Քեզ ինչ ա եղել։ Պապայու մայիսի սառը պատերազմը լավ տաքացել է։ Հիմա չեն թողում, որ ես ու Նարեկը շփվենք։ Ոնց եմ ես քեզ հասկանում, Նարե։ Մենք հիմա նույն նավի մեջ ենք ու լողում ենք մեր արցունքների օվկիանոսում։ Լիլիթ փաստաբան դարձար, բայց սերիալը մեջից դուրս չեկավ։ Լիլիթ, դու ճիշտ էիր։ Ինչը, որ ինձ դավաճանում ես։ Չէ, որ չաղացել եմ։ Մի կերպ եմ բարձրացել։ Լիլիթ, ուզում ես հենց հիմա սրան ուղարկեմ դիմացի ծառին։ Նարե ջան, մի րոպե։ Լիլիթ, ախր հասկացի կյանքս, ես քեզ չեմ դավաճանել, այդ Սիրինից դեղա տվել, քնացրել է, վիդեո նկարել է, որ շանտաժանի, ոչ չես հասկանում։ Շատ լավ ես պատմում, Ալեքս։ Նույնիսկ պապան Լեոին քնացնելուց ավելի հավատալի հեքիաթներ է պատմում։ Լիլիթ, կես բարասը սրան ուղարկեմ ձեր տուն, դիմացի շենք։ Կյանքս տես քո համար պաղպաղակ եմ բերել, այն քո սիրածն է, որ ուտես տրամադրությունդ բարձրանա։ Սպասի, Նարե։ Այս պաղպաղակը մեզ հիմա շատ պետք է, երկուսս էլ սթրես ենք տանում։ Ինչ կինոյի մեջ եմ տեսել։ Այդ աղի ձողիկին նայ։ Սի, ինչի հենց այդ օրը ինչ ես ասել, որ Կարենը քեզ սիրահետում է։ Ես իմ մուկիկս։ Ես մտածեցի կարող այն սխալ հասկանաս։ Կարող մտածես, որ առիթ եմ տվել, որ ես ստոր երկերեսանի մարդ եմ։ Գժվել ես Սիրի։ Ուրեմն ես պետք է իմ կնոջը վստահեմ, թե այդ Արամի աճեսրած պալմային։ Ապրես քյուրիկս։ Ես գիտեմ, որ դու ինձ շատ ես սիրում։ Վեր Սիրի, առանց իմ ներկայությամբ ոչ մի տղամարդ տեստուն չի մտնելու։ Ոչ մի բա։ Օնլայն առևտուրդ կանես, առաքիչը կբերի դրան դեմը, կգնաս կվերցնես։ Հասկացա։ Էդ ինչ ես անում։ Սպաս եմ սարքում։ Սիրի, անի գործարանում որ հանկարծ տեսնեն ինչ ես անում, նկարդ կփակցնեն բոլոր խանութների պատերին, որ հանկարծ քո վրա կատնամտեր չվաճառեն։ Մածունը պետքա լցնես զավարի վրա, ոչ թե հակառակը։ Վայ մայիս, լոգիկա է պետք։ Մածունը որ լցնեմ սկուտերի վրա կթափվի։ Սիրի, պետքա լցնես կաթսայի մեջ։ Հա, հասկացա։ Չմոռանաս գազն էլ վառես։ Նարեկուր։ Դուրս։ Ոչ մի դուրս, արի նստի ու PlayStation խաղա ամբողջ օրը։ Պապ, ես իհարկե շատ եմ սիրում քո հումորները, բայց կներես ես մեկը ծիծաղալու չէր։ Նարեկ, ես լուրջ եմ ասում։ Ընդհանրապես վաղվանից դպրոց էլ չգնաս։ Ամբողջ օրը PlayStation խաղամ ու դպրոց չգնամ։ Դու հենց նոր դարձար բոլոր երեխեքի երազանքների պապան։ Բայց կբացատրես ինչ է կատարվում։
Ես չեմ ուզում դու շփվես այդ Արամի աղջկա հետ։ Նարեի, ինչի։ Նարեկ ավելորդ հարցեր մի տու։ Ասեցի ու վերջ։ Ինչ եղավ Սիրի։ Այս չես հավատա, բայց գազը վառեցի։ Գազը վառ։ Օլալա, լինելու ավամոլ կինո։ Կարեն գնում ես Ալեքսին ռոզիս կես տալի, գտնում ու բերում ես մեր տուն։ Պարոն գնդապետ, կներեք էլ իհարկե, բայց ամեն տարի Ալեքսին ինչ-որ մի բանի համար ռոզիսկ ենք տալի։ Վերջում պարզվում է, որ ինքը ընդհանրապես մեղավոր չի։ Ասում եմ, կարող է այս դեպքն էլ ատենց։ Էս այդ դեպքը չի։ Ինչ որ մեկը փակ համարից աղջկաս վիդեո ուղարկել, որտեղ Ալեքսը քնած է, կողքնել մի հատ աղջիկա պարկած։ Հաստատ էս անգամ ինքը մեղավոր է։ Հա, բայց կարող է ինքը իր կամքով չի քնել։ Կարեն, ես չեմ հասկանում, դու Ալեքսին ինչ ես պաշտպանում։ Կարող է ինչ-որ մի բան կա, որ դու գիտես ու ինչ չես ասում։ Նայ, եթե իմանամ, խիստ կպատժեմ։ Չէ, պարոն գնդապետ, ինչ պետք է իմանա, որ ձեզ չասեմ, ես բան իմանամ, ձեզ չասեմ, ամոչի ես քան տարի մենք պարոն, հենց հիմա գնում եմ Ալեքսի ռոզիսն։ Մամ, ախր չես հասկանում, ինձ էլ բրանչերի չեն կանչում, էլ անվճար շորու կոսմետիկա չեն ուղարկում, էլ մի րոպե անիմաստու արագ խոսալու համար 500,000 դրամ չեն տալիս։ Բարի գալիս իրական կյանք Արփի ջան։ Դու այնքան էիր տարվել մեզ նկարելով, որ մոռացել էիր իրական ընտանիքիդ մասին։ Դու ինձ մեմ էիր դարձրել, առանց բացատրելու մեմի ինչ է։ Բայց այդ վիդեոն 80,000 դիտում է հավաքել։ 80,000 մարդ տեսել է, թե ինչպես է քո մայրը աթոռից ընկնում գետնին, փորձելով հատակի փայտով առաստաղը լվանա, ապրես դու առ։ Դու չես հասկանում, որ մեր ընտանիքը դժվար ժամանակաշրջան է ապրում, ու դու նպաստում ես, որ ոչ ոք քո հետ չշփվի։ Ոյ, մա ինչ անեմ, մամ։ Ինչ որ բոլոր նորմալ մարդիկ են անում սխալ գործելուց։ Ադմենատամ նորից սկսեմ։ Չէ, ներողություն խնդրի բոլոր նրանցից ու նեղացրել ես։ Հա, բայց այդ կաշխատի։ Փորձի։ Պապ, ես ուզում եմ քեզից ներողություն խնդրեմ, որ հայլու դիմաց հրամաններ տալուց քեզ թաքուն նկարել եմ, գցել եմ ինտերնետում։ Ու առհասարակ ուզում եմ ներողություն խնդրեմ իմ վարքի համար, ես վերջին շրջանում մոռացել եմ, որ ընտանիքը ավելի կարևոր է, քան ֆոլոուերները։ Ապրես Արփի ջան, կարևորը որ դու ամեն ինչ հասկացել ես։ Պապ, ապահովության համար մի հատ էլ ներողություն։ Պապան ասես, եթե ինձ նորեկին բռնացրեց, ուղարկելու է Վարդենիս։ Ինչի հենց Վարդենիս։ Պրոբլեմը Վարդենիսը չի։ Պրոբլեմն նա, որ չասես կոնկրետ ինձ է ուղարկելու, թե Նարեկին։ Ուֆ Նարե, ձեր պրոբլեմը այնքան մանկական է։ Դու պատկերացնում ես, ես շուտով դառնալու եմ ամուսնալուծված կին, միայն սև շորեր եմ հագնելու, լիքը կատուներ եմ պահելու։ Մի տեսակ սխալ չի պատկերացում այդ բաժանված կանանց մասին։ Չգիտեմ, Նարե, ինձ թվում է ես այս հողի վրա ցնդում եմ։ Լիլիթ։ Արեքս, դու քանի ուդարից ես հասկանում։ Հելենկում։ Լիլիթ, կյանքս խնդրում եմ էլի թող ամեն ինչ բացատրեմ, հա քեզ։ Ախր ես քեզ չեմ դավաճանել։ Համ էլ տես մոբայլ սենտրից Samsung Z Fold 6 եմ բերել քո համար, այն ծալովիներից, որ միշտ ուզում էիր ունենայիր։ Հեսա մի հատ կպզեմ, դու էլ ես ծալովի դառնալու, Ալեքս։ Ալեքս, քեզ իրոք թվում է, որ այդքան արածից հետո մի հատ իմ երազանքների հեռախոսը պիտի նվիրես ու ես քեզ ներեմ։ Դե հա։ Սխալվում ես։ Չեմ ներելու։ Նարե։ Կարեն դու այսօր եղանակի տեսությունը նայել ես։ Կարող է Լիլի հովերը ասելա, որ տեղումներ են սպասվում Ալեքսի տեսքով։ Ձերբակալել սրան։ Ինչ հիմքերով, պարոն գնդապետ։ Ոնց։ Ապորինի տների մագլցում, դավաճանություն ու իմ աղջկա սրտի կոտրում։ Արամ ձեզ բայց ես ոչ մի բան չեմ արել, ամեն ինչ կարամ բացատրեմ ձեզ։ Ալեքս, դու ունես լռելու իրավունք։ Ու առաջարկում եմ օգտվես այդ իրավունքից, թե չէ ավելի վատ է լինելու։ Բայց ես անկեղծ չեմ խաբում, ես ոչ մի բան չեմ արել, արամ թե Կարեն խոսա։ Դուք ճիշտ եք, պարոն գնդապետ։ Սա բարոյական օրենսգրքի խախտում է։ Կարեն ջան, ինչ ես անում։ Սքի մնաս ինչ։ Ինչ ռոզվայ, նարնջի հյութը շատ առողջարար է և վիտամիններով հարուստ։
Սակո արդեն 8-րդ տուփն ես դատարկում։ Երկրորդից էլ այդ արդարացումը չի անցնում։ Ռոժան դե ուրախությունից է, ուրախացել եմ, որ այս ամեն ինչը վերջապես մերն է։ Այդ տղա ես էլ եմ ուրախացել, բայց այս տեմպով որ շարունակես, էլ ծախելու բան չենք ունենա։ Տոլոնա։ Ասա տոլո։ Թագավոր ջան, Թագուի ջան, լեյդիսի ջենտլմեն։ Լսել եմ խանութն ու սրճարանը նորից մեր ընտանիքին է պատկանում։ Այդ տղա ո՞նց են շուտ իմացար։ Իմ գեներն է։ Հա հերս ոնց որ ասում են տանձը խնձորից հեռու չի ընկնում։ Տոլո ասելիքը տասա։ Մերս հիշում ես չէ որ տունը ծախեցիք, ուղարկեցիք ինձ որ ես այդտեղ բիզնես տնեմ։ Ոնց չենք հիշում տոլո ջան, այդ մոռանալ կլինի, 2 ամիս է սրճարանում ենք քնում։ Հերոպե, Տոլո կարող է զանգել ես ասես որ բիզնեսդ արդեն աշխատում է ու մեր տան փողերը հետ ես ուղարկում։ Չէ, Թագուի ջան։ Այդ բիզնեսը չաշխատեց։ Զանգել եմ խնդրեմ որ սրճարանն ու խանութն էլ ծախեք։ Ուղարկեք ինձ որ թազա բիզնես տնեմ։ Տո այդ Ռապ ասեցի, գիտես չի արդեն ոչ եթերային բառեր է ասելու։ Էսի լրիվ տխմար։ Հա, լրիվ քո գենն է Սակո։ Արամ ձեզ խնդրում եմ էլի հերիք հա։ Էս դեռ սկիզբն է։ Կարեն դադարեցնել սոխ օպերացիան եւ սկսել պենոպլաստ օպերացիան։ Լսում եմ պարոն գնդապետ։ Բալես չնայած մեր տանը հիմա բոլոլա է կատարվում, բայց ճաշի ժամին բոլորը գալու են ու ինձանից կերակուր պահանջեն։ Չէ Լեո ջան։ Դրա համար տատիկը հիմա դիմովի բեկոնով ձվածեղը կպատրաստի, բոլորին կկերակրի։ Այ որ դու էլ մեծանաս քո համար էլ կսարքեմ։ Դե միլացի Լեո ջան։ Լեո ջան, ինչ ես լացում, բալես մամային ես ուզում։ Մաման հիմա չի կարա գա։ Պապային ես ուզում։ Պապան արդեն դժվար կա։ Լեո, վայ դե ոչ հոլ ավելի։ Ապրիմ թորնիկա, այտենց միշտ տատիկին լսող բալիկ լինես, Լեո ջան։ Վայ դե ոչ հո։ Լեո։ Ոչո գուլ։ Այդ տղա քեզ էլ այդ անունը դուր գալիս։ Ոյ ուտեմ ես քեզ, ես ինչ խելացի տղա դու դուրս եկար, լրիվ տատին ես քաշել։ Այ ծված եղած։ Hola, dímelo, vamos que no. Սակո, ինչ ես սառնարանը գրկելու կանգնել։ Ռոզախը շատ եմ կարոտել մեր խանութը, դու ոչ ես հասկանում։ Չեմ հասկանում, Սակո, ոնց կարելի է սառնարանը գրկել, հատակը գուրգուրել, ամեն հացը հերթով պաճել ու տեղը դնել։ Հետ սենտիմենտալ չես։ Սակո ջաջա, Ռոզա ջաջա, Արփի ջան, գիտես ինչ կա։ Էս քո համար խաղու պար չի։ Հենց դիտումները տնկնում ա, գալիս ես բնակարանը հանձնում ես, հենց բարձրանում ա, գալիս ես վերցնում ես։ Տենց ոնց կլինի։ Չէ, դրա համար չեմ եկել։ Ուզում եմ ձեզից ներողություն խնդրեմ։ Ներողություն։ Մեզնից։ Հա, կներեք Ռոզա ջաջա, որ ձեզ նկարել եմ ու Շրեկի ֆիլտրով գցել եմ TikTok։ Ես էլ ասում եմ երկրորդ հարկի Սաշիկի տղան, որ ինձ տեսնում է, ինչի ասում, շտուրա, Սակո, ես էլ գիտեի քո մասին։ Կներես Սակո ջաջա, որ քո նկարը օգտագործել եմ բաթլի ժամանակ, որ ասեմ անտուն մարդկանց համար առյուծ եմ հավաքում։ Ոչինչ, Արփի ջան, մենք քեզ ներում ենք մանավանդ, որ մեզ այսքան ժամանակ ոչ մեկ ներողություն չի ասել։ Այս սենտիմենտալը էր Սակո, ոչ թե սառնարան գրկելը։ Նարես կարող է ամեն դեպքում Ալեքսը մեղավոր չի։ Եթե ինքը դավաճանած չլիներ, կփորձեր գարքես տեսներ, պատուհանից կմտներ ու նվերներ կփռեր ոտերի տակ։ Նարե, բայց եկավ ինձ տեսավ, պատուհանից մտավ նվերներ փռեց ոտերից տակ։ Դրա փոխարեն դու բիտայով իրան պատուհանից ներքև փռեցիր։ Եթե ինքը մեղավոր չլիներ, կդիմանար ու չեր ընկնի։ Ամեն դեպքում ես իրավաբան եմ ու պետքա սառնասրտորեն պարզեի։ Առաջին հերթին դու կին ես ու պետքա էմոցիոնալ հիսերիայի մեջ ընկնեիր։ Նորե, ախր ինքը իմ ամուսինն է, ես իրան շատ եմ սիրում։ Լավ, արի պայմանավորվենք, եթե մի հատ էլ գա, ուղղակի մի խփի, տեսնենք ինչ է ասում։
Նարեկ չես պատկերացնի բախտդ ոնց բերեց։ Ինչ ես անում, ինչ ես պատուանից մտնում։ Պապաս արկելել է քո հետ շփեմ, ես էլ ասեցի սենց գամ։ Ասա որ լավ եմ մտածել։ Հավատա մինիմում 2 հոգի քեզ այնց առաջ այս ճանապարհը գտնա։ Բայց ինչ ա եղել, ինչ ես պիտեև։ Քրոջս եմ պաշտոնում իր նախկին ամուսնուց։ Դեռ նախկին չի։ Այդ ժամանակի հարց է։ Կամ կբաժանվեք, կամ papan կսատկացնի։ Երկու դեպքում էլ նախկին է։ Բայց ինչ ա արել Ալեքսը։ Նարը մենք հենց 18 տարեկան չկանք։ Հանգստացի ուղակի քնած է։ Վայ իմ PlayStation-ը։ Ինչ։ Հա, իմ PlayStation-ն է, ես եմ վրան գրել Miley Cyrus։ Էս ձեր տունն է։ Հա։ Էս էլ Սիրին է։ Ստացվում է, հա։ Զզվում եմ դրանից, ես գիտեի, որ այդ Ալեքսին ինձ դավաճանում է։ Հեսա դու տես պապային ասելու եմ այնքան ծեցի, որ մենակ զոմբիների դեր կարողանա խաղալ։ 2 րոպե առաջ լրիվ ուրիշ տրամադրություններ է սենյակում։ Բայց այս վիդեոն ինձ մի հատ բան հիշացրեց։ Երբ որ իմ մաման ու պապան բաժանվում էին, նման վիդեոյի համար էին կռվում։ Պապաս ասում էր, որ ոչ մի բան չի հիշում, մամաս էլ ասում էր վիդեոին հավատամ, թե քո ասածին։ Այսինքն մամայիդ ու պապայիդ Սիրին է բաժանել։ Եթե մի անգամ արել ա, կարար էլի կրկներ։ Պետքա պապային ասել։ Հայ դեպ Նարեկ, այս ամեն ինչը վերջանա, պետքա լուրջ զբաղվենք քո երաժշտական ճաշակով։ Ինչա նշանակում Miley Cyrus, մեծ տղա ես։ Լիլիթ ջան, քեզ շատ կարևոր բան ունեմ ասելու Վաչոյի հետ կապված։ Մամա Լեո, չէ բալես, Վաչո։ Ձերդ կտրի, ձերդ հլասեմ կապից Արտա ծախր և մեղք չունե Ասեցի ձերդ Դուք մեծ մեղք էիք գործում Ակենակ Լեղցին շուկան Բարի Ալեքս, ինչ լավ ա որ ստեղ ես Ուզում եմ քեզնից ներողություն խնդրեմ Հիշում ես, որ մի անգամ միած սերիալում էպիզոդիկ դեր էիր խաղացել Ես այդ մասը կտրել էի գցել էի TikTok գրել էի հենց դախին Կներես էլի խնդրում եմ Բայց սուս մի մնա մի բան ասա Մինչև չներես չեմ գնալու Դե խոսա մի բան ասա Ինչ եք անում Ալեքսը փչացել է պետք է սարքել Դու բարձացի վերև Չէ հանգիստ արեք չեմ վախում Անամ ջան դեք վաչանես Պապ ոչ ման մի արա Ալեքսը մեղավոր չի Լիլիթ, ես հասկանում եմ, որ դու սրան սիրում ես, բայց ես որպես իսկական հայ տղամարդ, պատի սրա պուլպուլակը դնեմ։ Չէ, պապ, Ալեքս իրոք մեղք չունի, իր գլխին սարքել են։ Ապացույցներ ունես։ Սիրին հենց նույն ձև իմ մամային ու պապային է բաժանել։ Խնդրեմ, լրփուհի։ Պարոն գնդապետ ճիշտ են ասում։ Այս Սիրին Ալեքսին քնաբերա տվե, պարկաստրել այդ վիդեոն նկարել, որ շանտաժանի։ Ինչի համար։ Որ Ալեքսը ձեզ համոզի տարածքը վաճառեք մայիսին, որովհետև Սիրին ընդ ուզում էր սալոն բացեր։ Կարեն դու այս ամեն ինչը որտեղից գիտես։ Որովհետև նույն վիդեոից ինձ էլ էր նկարել, որ ինձ է շանտաժաներ։ Կարեն դու ապուշ ես։ Ճիշտ այդպես։ Բա որ գիտեիր այդքան բանը, ինչ չէիր ասում։ Խեղճ Շարիֆին լանգետ էինք սարքելու։ Դե պարոն գնդապետ, ես չէի կարող չկատարել ձեր հրամանները։ Այդ դրա համար էլ քեզ սիրում եմ։ Ազատի սրան։ Լսում եմ։ Պարոն գնդապետ, ես սիրում եմ ձեր ընտանիքի բոլորը։ Hola, dinero vamos que no. Բարձրանում է Պապ Չխոսաս Արամ ջան քո սիրած սուրճից եմ դրել Քաղցր ու սերով Ալա ես իմը կխմեմ Իմի մեջ սեր չկա Ստեղ մենակ տխրություն ու դժբախտություն Էդ է լավ էլի Արամ Շատ ծանր է ստանում Հասկացան կերեխանունը Վաչո չեն դրել Հասկանում եմ երազանքներդ փշրվել են Բայց մեծ մարդ ես երևակայություն ունես Նոր երազանք մտածի Պապ, արի տեսով ա եկել
Ես քանի անգամ պետք է այս մարդկանց բացատրեմ, որ Լեոնարդո անունով մարդկանց համար ես միշտ զբաղված եմ։ Արամ ձյաձյա, բայց այստեղ Լեոնարդո անունով մարդ չկա։ Սպա, բարի ծանոթացի քո վաչագան թորի հետ։ Արամ ձյաձյա, այսօրվանից պաշտոնապես քո թորան անունը Վաչոյա։ Լուրջ եք ասում։ Փաստորեն իմ կապրիզի պատճառով երեխուանը փոխել եք դրել եք Վաչո։ Չէ, Արամ ջան, երեխան ինքն է իր անունը ընտրել։ Նայ։ Վաչո։ Հələ թող ես անեմ։ Վաչո։ Վաչո։ Վայ պապին ուտի են մռութդ։ Պապիս կարող է ամեն դեպքում այս ձեզային ասենք սիրի պահով։ Չէ, բալես։ Մենք իրանց նման չենք։ Մենք ընտանիք չենք քանդում։ Ու հիշին արե։ Յուրաքանչյուր ընտանեկան հարց պետքա լուծվի ընտանիքի ներսում, ոչ թե ընտանիքից դուրս։ Սուս։ Ախր ուզում եմ ներողություն խնդրեմ։ Ներողես ինձ։ Քան կարելի է։ Ախր ես ոչ թե ուզում եմ ներողություն խնդրեմ նրա համար ինչ որ արել եմ, այլ նրա համար ինչ որ պատրաստվում եմ անեմ։ Չես ուզում անես, ինչ։ Եկեք սելֆի անենք։ Լավ բան ասում։ Հələ հավատվեք։ Բոլոլա, լինելու ավա որ կինո։